Պարոն Կոնջորյան, ձեր բնակարանի շուրջ կեղծիքի հրապարակումները մեծ աղմուկ են բացասել։ Այդ հարցը անմիջապես լսելուց հետո նա վրդովմունքով միանգամից արձագանքեց ու շտապեց ճաշարան։ Մենք հարցրել ենք, ի՞նչ է ագրեսիվ։ Իշխող խմբակցության ղեկավարին հարց տալու համար ժողովուրդ օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը զրկվել են ազգային ժողովի աշխատանքը լուսաբանելու հավատարմագրից։ Միանգամից Կոնջորյանն ասեց, որ դուք իրավունք չունեք։ Ինձ հարց տալու ես չեմ պատրաստվում ձեր հարցերին պատասխանել ու արագ իրեն գնացին ճաշարան։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մինչև պաշտոնական գրությունն է սպառնացել։ Հեռանալու եք, շեշտում են լրագրողները, սա ըստ նրանց հաշվեհարդար է։ Առաջին սպառնալիքը, որ հեռացվելու եք, դա Արթուր Հովհաննիսյանի կողմից է հնչել։ Եվ Արթուր Հովհաննիսյանի կոկորդին այս լրատվամիջոցը տևական ժամանակ է մնացած եղել, որովհետև մենք ենք բացահայտել իր թմրանյութի օգտագործման այդ դեպքը։ Ազգային ժողովը, որ 1 տարով նրան զրկել է հավատարմագրից, հիմնավորել է, թե դեկտեմբերի 16-ին Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը ԿՊԱ-կան պատգամավորին հարց են տվել չթույլատրված տեղում ու նրա կամքին հակառակ։ Եվ երբ պարոն Կոնջորյանը մեզ տեսավ այդ աստիճանի այդ հատվածում կանգնած էինք, անմիջապես ասեց՝ դուք չթույլատրված տեղում եք։ Ես ասացի ոչ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներից ես հարցրել եմ։ Քնար Մանուկյանը Կոնջորյանին մոտեցել է աշխատասենյակից ճաշարան գնալու ու ճաշարանից վերադառնալու պահին։ ԿՊԱ-կանը իր բողոքում սա 2 առանձին դեպք է հիշատակել, որ լրագրողը միանգամից զրկվի հավատարմագրից։ Ու 2 նախազգուշացումների հիման վրա ափալ-թափալ հարգելի Դավիթ Առաքելյանը որոշել է, որ մենք պետք է զրկվենք հավատարմագրումից։ Իհարկե, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գիտությամբ։ Նույն օրը Հայ Կոնջորյանին փորձել է հարց տալ նաև 14 տարի ազգային ժողովը լուսաբանած Սոնա Գրիգորյանը, որպեսի թերթի երկրորդ լրագրողին էլ 1 տարով արգել են ԱԺՄ-նել, հիշել է, որ դեկտեմբերի 3-ին էլ է իրեն մոտեցել չթույլատրված հատվածում, եւ այս հիմքով Սոնա Գրիգորյանին էլ են զրկել հավատարմագրից։ 2026-ին ժողովուրդը խորհրդարանում աշխատող լրագրող չի ունենա։ Երբեք այսքան անազատ չի եղել մեր տեղաշարժը խորհրդարանում։ Ամեն բան անում են, որ լրագրողները վախենան Կոնջորյանին մոտենալուց, Արթուր Հովհաննիսյանին մոտենալուց, Ալեն Սիմոնյանի տրամադրությունը հասկանան, արդյոք մենք կարող ենք իրեն մոտենալ, թե չէ, որտեղ մարդ է, իրենք անտրամադիր մարդիկ կարող են լինել ու մոտենալուց իրենք հարձակվեն մեր վրա։ Եթե իրենց թվում է, որ մասնագիտական գործունեությունը սահմանափակելով, մեզ մուտքերն արգելելով պարոն Կոնջորյանին չենք տեսնելու, այն կլանը, որ իր հետ գործել է Ալեն Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, իրենց չենք տեսնելու եւ իրենց գործունեության մասով անցանկալի հարցեր չեն տալու, չարաչար սխալվում են։ Ազգային ժողովում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակվեց լրագրող Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Պատգամավորների աշխատասենյակներ տանող միջանցքները նիստերի օրերին հսկում են անվտանգության աշխատակիցները։ Լրագրողներն ասում են, կարգ չեն խախտել, անվտանգության աշխատակիցների թույլտվությամբ են Կոնջորյանի աշխատասենյակի մատույցներ հասել։ ՊՊՑ աշխատակիցները մեր ներկայությամբ եկել են սահմանված վայրը, մի հատ էլ ենք այդտեղ հարցրել, որ ներողություն, սա մեր համար սահմանված վայրն է, սա մեր համար սահմանված վայրն է։ Այդ հատվածում կանգնելու գուցե, բայց միջանցքում հարցազրույցի թույլտվություն ՊՊՑ-ն չի տվել։ Ազատությանը փոխանցեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը։ Ըստ Դավիթ Առաքելյանի դա պատգամավորի լիազորությունն է։ ՊՊՑ աշխատակիցները չեն ասել, որ միջանցքում կարող եք հարցազրույց վերցնել։ Եթե պատգամավորը համաձայնում է միջանցքում հարցազրույցի, խնդիր չկա, պատգամավորը չի համաձայնել եւ իրավունք չունեն։ Լրագրողներին հավատարմագրից զրկելը խոսքի ազատության, անհաճո լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու ու խոչընդոտելու շարքից է, ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Որպեսզի բազմակարծություն որպես այդպիսին լրատվամիջոցներում չլինի, շատ չլինի ամեն դեպքում եւ հիմնական դոմինանտը մնա իշխանահաճո տեսակետի տիրաժավորում։ Քնար Մանուկյանին անցած տարի էլ փորձել են հավատարմագրից զրկել իշխող խմբակցության քարտուղարի Արթուր Հովհաննիսյանի բողոքով։ Լրագրողը դիմել է դատարան ու հաղթել, այս անգամ էլ ԱԺ-ի որոշումը կբողոքարկեն։